Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեզ հոգեվոր հասակ սնունդ փոխանցելու համար։ Ամեն ինչքան շատ ծնվենք, ինչքան շատ լսվենք, այնքան հոգեվոր հասակներս օր-օրի ավելի կմեծանա եւ Քրիստոսի լման հասակի չափին մի օր կհասնենք։ Ամեն որտեվ գրված է Եփեսացիների 4-ում, որ մինչև ամեն սալ հասնենք Աստծոյ որդուն ճանաչելու միաբանությանը, չէ, եւ Քրիստոսի լման հասակի չափը ունենալու, ամեն, կատարյալ մարդ լալու, Քրիստոսի լման հասակի չափն ունենալու։ Դա գրված է, դա իրականություն է եւ դեռ ինչին հավատում եք նրան էլ կհասնեք։ Չհավատաք կմնաք սատանի նման։ Կհավատաք կնմանվեք Հիսուսին, Հիսուսի նման սուրբ կլինեք։ Ամեն, ինչին հավատում եք, ինչին փափագում եք, բարի մեջ Տերը քեզ կհասցնի դրան։ Ուրեմն այսօրվա սերտողությունն է Եսայա մարգարեության 31-րդ գլխից սկսած։ Եգիպտոսի ունայն օգնությունը անցած գլխի մեջ դրա մասին ենք խոսում։ Եգիպտոսի ունայն օգնությունը, Աստծո աղթությունը ասորիների դեմ։ Տեսեք, Աստված է հաղթում Իսրայելի միջոցով։ 31-րդ գլուխ։ Վայ նրանց, որ իջնում են Եգիպտոս օգնության համար, 38-ից մինչև 15 դրա մասին է խոսում։ Վայ նրանց, որ իջնում են Եգիպտոս օգնության համար, եւ ձիերին են ապավինում եւ կառքերի վստահում, որ շատ են, եւ ձիավորների, որ խիստ զորավոր են, եւ չեն ապավինում Իսրայելի Սուրբին եւ Տիրոջը չեն խնդրում։ Տեսնում եք, հենց դու մարդուն ես ապավինում, արդեն Տիրոջը վրա հույս դնելուց դադարում ես, ուզես թե չուզես արդեն կամ նրան պիտի ապավինես, կամ Աստծուն ապավինես։ Նորից եմ կարդում այս մասը։ Եվ ձիավորների, որ խիստ զորավոր են, եւ չեն ապավինում Իսրայելի Սուրբին եւ Տիրոջը չեն խնդրում։ Բայց նա Իսրայելի Սուրբ Աստված, բայց նա էլ իմաստուն է եւ չարիք է բերում, թույլ է տալիս եւ չարիքը թափվում է անձին կամ մարդուն ապավինող մարդկանց վրա։ Բայց նա Աստված, բայց նա էլ իմաստուն է եւ չարիք է բերում եւ իր խոսքերը դեն չէ գցում, ինչ ասելա կատարվում է։ Եվ վեր է կենում չարերի տան վրա եւ անօրինեություն գործողներին օգնության դեմ։ Ուրեմն վեր կենալ չի նշանակում Աստվածա վեր կենում ու չարիք բերում թափում։ 78 Սաղմոսում ինչ է ասում։ Տերը թույլ է տալում չարեշտակները գնում են ու զարկում են Եգիպտոսին։ Հոբի պատմության մեջ ինչ է ցույց տալիս։ Տերը թույլ է տալիս սատանան չար բանն անում, ամեն։ Մի խոսքով, երբ դու մեղք ես գործում եւ Աստծուն առես համարում, Աստված գարշելով հեռանում է քեզանից։ Եվ դու ինքնաբերաբար հայտնվում ես չար դևերի ձեռը եւ նրանք ուզեն չուզեն անշուշտ իշքան շուտ քեզ սպանեն, այնքան օգուտ է, ամեն, որտեղ արդեն մեղքի մեջ որ դու մեռար ուղիղ դժոխք ես գնում։ Եթե դու սրբության մեջ մեռնես, դու փրկվում ես, դևը դրանից հաճույք չունի։ Հենց դու շեղվում ես, սատանան բերում է փորձություն, հիվանդություն, ցավ, մինչև գլուխը տուտի, ամեն։ Բայց եթե դու գոնե Մանասեի նման այդ տառապանքի մեջ ըտենելա Տերը ժամանակ տալիս, սպասում անառակ որդու նման քո դարձին, ամեն։ Տերը սպասում է, որ միգուցե Մանասեի նման զղջաս ու կրկին քեզի օրհնի, որ այդ շանսն էլ ես բաց թողում, ասում է գնա Երանի քեզ ծնած չլինեի, ամեն։ Ուրեմն եւ չեն ապավինում Իսրայելի Սուրբին եւ Տիրոջը չեն խնդրում, բայց նա էլ իմաստուն է եւ չարիք է բերում եւ իր խոսքերը դեն չէ գցում, ինչ ասելա կատարվում է։ Եվ վեր է կենում չարերի տան վրա եւ անօրինեություն գործողների օգնության դեմ, ով որ մեղք գործողներին ուզում է օգնի եւ օրհնի, նրանց էլ է պատժում եւ հակառակվում, ամեն։ Փակում է նրանց տանորդությունները, որ հանկարծ չկարողանա այդ ամբարիշտին օգնի։ Մի խոսքով արդարին օգնողին Աստված օրհնում է, ամբարիշտ մեղավորին օգնողին Աստված նզով կա ուղարկում այդ օգնողի գործերի վրա էլ, ամեն։ Եվ եգիպտացիք մարդ են եւ ոչ թե Աստված։ Նրանց ձիանքը մարմին են եւ ոչ թե հոգի, եսումն է կապավինում։ Բայց Տերը կմեկնե իր ձեռքը,
կսահե օգնողը Եգիպտացի նստե, կսահե օգնողը եւ վայր կընկնի օգնվողը, ամեն, եւ ամենքը միասին կփչանան, որովհետեւ այսպես է ասում ինձ Տերը, ինչպես մռնչում է առյուծը եւ կոյրունը իր որսի համար, որի դեմ մեկտեղ կկանչվին հովիվների մեծ բազմություն, որ նա նրանց ձայնիցը չի զարուրիլ եւ նրանց աղմուկից չի ընկճվիլ, նույնպես էլ իշտելու է, ինչպես է առյուծը մռնչում, չէ, որսի վրա, այտենց էլ ասո բարկությունը մռնչալով պետք է թափի Իսրայելի վրա, նույնպես էլ իշտելու է զորած Տերը պատերազմելու Սիոն սարի եւ նրա բլրի համար, ասո բարկությունը թափվում է, Տերը չի իշնում, նորից եմ ասում, Տերը թույլ է տալիս, դևերն են գալիս, թրթրացող թրջնիկների պես ծածկելու է զորած Տերը Երուսաղեմին, պաշտպանելով եւ փրկելով, խնայելով եւ ազատելով, մի խոսքով չափավորությամբ հապոջելու, ամեն, եթե դառնան նրանց ողորմելու է, ուստից հետո հեսա խոսենք արդեն հազարամյակի մասին, եւ մի մասը, մի մնացորդը պիտի մնա առողջ, փրկված, որ մտնի հազարամյա թագավորություն, ամեն, այս բանում ասում, համ կպոջի, համ էլ մնացորդը որոշե, որ մտցնի հազարամյակ, 6-րդ խոսք, ետ դարձեք դեպի նրան, տեսեք պոջումա ձեզի, պոջումա որ դառնաք, ետ դարձեք դեպի նրան, որից Իսրայելի որդիքը շատ խորը ապստամբեցին, ապստամբելիշն է, որ թողեցին տիրոջը գնացին օտար աստվածներ պաշտեցին, հեսօրվա հավատացյալների ապստամբությունն էլ գիտեք իշն է, որ թողում են տիրոջ պատվիրանները սկրքոտ ցանկությունների հետևից են վազում, կամ տիրոջ պատվիրանները ծռմռեցնելով հարմարեցնում են իրենց կրքոտ հաճույքներին, նույն ձևի ապստամբություն է սա համարվում, Ետ դարձեք դեպի նրան, որից Իսրայելի որդիքը շատ խորը ապստամբեցին, որովհետև այն օրը պիտի ամեն մարդ զզվի իր արծաթի կուռքիցը, լավ, մեսի մեծ նեղության մեջ շատերն են զղջալու, իրականից հալածանքի չարչարանքի մեջ մարդը սկսում է իրեն քննել ու խորը զղջալ, ասել ես ինչ արեցի եւ ես ինչ չարիք բերեցի իմ գլխին, որովհետև այն օրը պիտի ամեն մարդ զզվի իր արծաթի կուռքից և իր ոսկի կուռքից, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար մեղք անելով, և վայր է ընկնելու Ասորեստանը, որին շատերն ապավինում են, ամեն, և վայր է ընկնելու Ասորեստանը ոչ թե մարդի սրով, և մի սուր, որ մարդինը չէ, ուտելու է նրան, ասի ասո բարկության սուրն է, և նա փախչելու է սուրի առաջիցը, Եվ նրա երիտասարդները հարկատու են լինելու, պատկերացնում եք, որ դու պետք է գլուխ լինեիր եւ ոչ թե ագի, քո երիտասարդները ձեր մեղքերի պատճառով պարտքերի տակ կմնան, կգնան հարկատու, պարտքի տեղ կաշխատեն, որ փակեն այդ պարտքը, ամեն, դա նզով կնան։ Եվ նա փախչելու է սուրի առաջիցը եւ նրա երիտասարդները հարկատու են լինելու։ Ին երրորդ խոսքը մեկ քիչ բարդ է, կարդամ մեկնելով գնամ, որ ձեր մոտ նշեք։ Նրա վեմը, էսի Իսրայելը որմե թագավորին, Փարավոնին կամ Ասորեստանի թագավորին, որ ապավինել է, այս վեմի վկայությունը տանում է դեպի Ասորեստանի թագավորը։ Ուրեմն նրա վեմը վախից պիտի անցնե, ում վրա հույսեր դրեն, դաս մանկնելու են, չէ օգնողները։ Ում վրա Իսրայելը Աստծուց բացի հույսեր դրե, հենց այդ հուսադրության պատճառով Աստված քարուքանդ կանի, կսպանի, կփլցնի, ամեն, որ նա հասկանա մարդու վրա, թագավորի վրա հույս դնել պետք չի։ Այս վեմը օտար թագավորներն էին, որ անխելք իսրայելացիները հույս էին դնում, չէ, Աստծու դեմը ապստամբելով։ Նրա վեմը վախից պիտի անցնե, պիտի անհետանա, ոչնչանա, եւ նրա իշխանները պիտի զարուրեն դրոշակիցը, ասում է Տերը, որի լույսը Սիոնումն է եւ որի հնոցը Երուսաղեմ, ամեն, ուրեմն վեմը իշխանները այն ժողովրդի ղեկավարներն էին, որոնց վրա տեսեք ստուց առաջ ասում է վայ նրան, որ Եգիպտոս է գնում ու Փարավոնի բասկին է ապավինում, ամեն,
որոնց Իսրայելի իշխանները հույս էին դրել եւ իրանց հետ հույս էին կապել թե նեղության ժամանակ իրենց կօգնեն։ Ամեն։ Սա սուտա եւ փուճա մարդու օգնությունը։ Մեր հույսը միայն Տերը պիտի լինի, մեր ապավենն ու Աստվածը բարձյալ Աստված։ Ամեն։ Թող Տեր Հիսուսը փառավորվի։ Այսքանով ավարտեցինք 31-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ 32-րդ գլուխ։ Պատժված ժողովուրդը երջանիկ կյանք է վարում մի արդար թագավորի ձեռքի տակ։ Ուրեմն ըստե Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորության մասին է խոսում մեծամասամբ եւ մեծ նեղություն։ Հազարամյակում Հիսուս տա լինելու ամբողջ երկրի ղեկավարը, իսկ հրեաների թագավորը լինելու Դավիթ թագավորը։ Ամեն։ Միշտ ցույց կտամ 32-րդ գլուխ։ Ահա մի թագավոր արդարությամբ է թագավորելու։ Ով է? Հիսուս Քրիստոսը։ Ահա մի թագավոր արդարությամբ է թագավորելու եւ իշխանները իրավունքով են իշխելու եւ ամեն մեկը քամի դեմ եղող պատասպարանի պես հզոր են լինելու այդ թագավորները եւ ամեն մեկը քամի դեմ եղող պատասպարանի պես եւ փոթորիկի դեմ եղող ծածկոցի պես չոր տեղումը եղող ջրի վտակների նման մեծ ապարաժի հովանիի պես պիտի լինի ծարավոտ երկրումը, ջուր տվող, հզոր, պահապան, զորավոր, կիրթ, գրակետ, ամեն թե Հիսուսը, թե Դավիթ թագավորը, թե ապագայում հափշտակվող սրբերը, ամեն։ Սա խոսում է հազարամյակ 1-ից մինչև 8 նշեք, 8-ի վերջը։ Եվ տեսնողների աչքերը պիտի չշլանան, մի խոսքով ավելի լավ պիտի տեսնեն, ամեն։ Եվ լսողների ակաժները ուշադիր են լսելու, էլ ավելի լավ են լսելու։ Եվ վրազողների, շտապողները նկատի ունի, եւ վրազողների, շտապողների սիրտը կհասկանա գիտենալ, էլ չի վրազի, ավելի հանդարտ, դանդաղ, կիրթ կխոսի, ամեն։ Եվ վրազողների սիրտը կհասկանա գիտենալ, եւ թոթովախոսների լեզուն կշտապե պայծառ խոսել։ Մի խոսքով թոթովախոս ավելի պարզ կխոսի, վրազող շտապող ավելի հանդարտ կխոսի, գույրը կտեսնի, կիսատ տեսնողը ավելի պարզ կտեսնի, հետ ասում, որ հազարամյակում տկարություն չեն ունենալու, ամեն։ Այլևս չեն կոչիլ տխմարին ազնվաբարո, հիմա այսօր տխմար հովիվներն ասում են մեր սուրբն, ամեն։ Ընդդետ էս բան չկա, այլևս չեն կոչելու տխմարին ազնվաբարո եւ նենգամիտին չեն ասիլ վսեմաշուկ, ամեն, ինչպես այսօրվա եկեղեցիների հովիվներին են ասում։ Նորից ընթերցում եմ 5-ից, այլևս չեն կոչիլ տխմարին ազնվաբարո եւ նենգամիտին չեն ասիլ վսեմաշուկ, որովհետեւ տխմարը տխմարություն կխոսի եւ նրա սիրտը անօրինեություն կգործե։ Այս տեսակ մարդ չի լինելու հազարամյակում, հասկացաք։ Էդի երկրի վրա է հիմա այդ ձև, որովհետև տխմարը տխմարություն կխոսի եւ նրա սիրտը անօրինեություն կգործե, որ կեղծավորություն անե եւ տիրոջ մասին ծռություններ խոսի, ինչպես այսօրվա եկեղեցու հովիվները, որ սովածի հոգին զրկե հացից եւ ծարավի խմելիքը պակասեցնե։ Ովքեր են էդի անում, այսօրվա վարձկան հովիվներ իրեն շայետևից վազելով, բայց հազարամյակում այդպիսի բան չի լինելու։ 7-րդ խոսք։ Եվ նենգամիտի հնարքները չար են, նա նենգություններ է մտածում, որ աղքատներին կորցնե սուտ խոսքերով, թեև տնանկը իրավունքով էլ խոսի։ Տեսեք, էսի եկեղեցու մասին է խոսում այսօրվա, որ իրանք ուզում են խոսքերով խորագիտությամբ տանեն կործանում, թեկուզ ասում է, տեսեք, թեև տնանկը իրավունքով էլ խոսի, նրան անարգում, վիավորում եւ դուրս են հանում։ Իսկ ազնվաբարոյ մարդը ազնիվ բաներ է խորում, այ որնդի ժողովուրդը լինելու են հատկապես ղեկավարները անձնվաբարո,
ազնիվ օրենքներով են խոսելու եւ կառավարելու հոտի։ Իսկ ազնվաբարո մարդը ազնիվ բաներ է խորում եւ ազնիվ բաների վրա կկանգնե ամեն հազարամյակում առաջնորդ կամ թագավոր եղող սուրբ ազնվորությունը։ Հիմա 9-ից մինչև 14-ի վերջը գծեք, գրեք մեծ նեղություն, 9-ից սկսած մինչև 14-ի վերջը։ Ով վստահալից կանայք, վեր կացեք, ձայնս լսեցեք, ով ապահով աղջիկերք, իմ խոսքին ակաշ դրեք, օրեր կան տարվա համար, ուշադիրեցի մեծ նեղություն է խոսում, այդ դառը օրեր կան տարվա համար, որ պիտի դողակ, մեծ նեղություն նշեք, օրեր կան տարվա համար, որ պիտի դողակ, ով ապահովներ, որ այգեկութը փչացել է, հունցքի ժամանակը չէ գալու, պրծավ մեգը խավարը լուսին արև խավրելու է, ամեն, բույսերը բուսականությունը չի լինելու, որտև լուսին արև չի լինելու, որ նորմալ երկրի վրա բույսերը ծառերը աճեն եւ իրես պտուղը տան, ամեն, որ այգեկութը փչացել է եւ հունցքի ժամանակը չէ գալու, ով վստահալիցներ, ընդ նոր թարգմանության մեջ գրված է, ով վստահալից կանայք, հասկանում եք, շեշտում է կանայք, վիրևն էլ հասկացրեց, որ կանաս մասին է, Իսրայելի կանանց, ով վստահալից կանայք, ով վստահալիցներ, դողացեք, սարսեցեք, ով ապահովներ, համվեցեք եւ մերկացեք, մեշներիդ քուրց կապեցեք, սքալով խփում են կուրսներին կիներ, էլի սաղ կիներն են ողբանում, սքալով խփում են կուրսներին ցանկալի արտերի պտղաբեր որդի համար, ինչի համար, որտեղ բեր չկա, սովը պատել ամեն, եւ առաջի տրտնջացողները ովքեր են լինում, կիները, իմ ժողովրդի երկրի վրա փուշ ցախ պիտի բուսնե, նույնիսկ ամեն ուրախության տան վրա, որ հարուստ էր, օրտված էր, լեցուն էր, նույնիսկ ամեն ուրախության տան վրա զվարճալի քաղաքում է, որովհետև պալատը թողնված է, քաղաքի աղմուկը ձգված, չկա, սաղ սուքապատ է, օփել ու աշտարակը հավիտյան քարայրերի տեղ պիտի լինեն ցիրերի զվարճության, ցիրերը գիտեք իշնա, վայրի էշերն են, ամեն, ուրեմն օփելը ու աշտարակը հավիտյան քարայրների տեղ պիտի լինեն ցիրերի զվարճության խաշինքների արոտ լինելու համար, ամեն, են ամենաօրհնված քաղաքը, մարդաշատ քաղաքը ամայի կդառնա, վայրի էշերը հոտերնդե կմակաղեն, ամեն, էդի մեծ նեղությունն է բացատրում, 15-ից մինչև վերջ 20-ը կրկին խոսում է հազարամյա թագավորության մասին, 15-ից 20-ը հազարամյա գրեք, մինչև որ մեզ վրա հոգի թափվի վերևից, հալելույա, եւ անապատը պտղաբեր արդ դառնա, երանի նրան, որ կմտնի հազարամյակ եւ գվայելի ես բոլորը, մինչև որ մեզ վրա հոգի թափվի վերևից, եւ անապատը պտղաբեր արդ դառնա, եւ պտղաբեր արտը անտառ համարվի, ինքան ծառոճի, որ անտառի նման լինի, եւ անապատումը կբնակվե իրավունքը, եւ արդարությունը պտղաբեր արտումը կնստի, մի խոսքով ամբողջ երկրի վրա իրավունքն ու արդարությունը կթագավորի, ես նկատի ունի, եւ արդարության գործը կլինի խաղաղություն, եւ արդարության արդյունքը հանգիստ ու ապահովություն հավիտյան, նույնը մարդու մեջ, որ մարդը հանդարտ է, խաղաղ է, ապահով է, օրհնված է, ամեն, Ասկի տեսել եք նեղի, սքի, վշտի մեջ եղողը հանդարտ խաղաղ լինի, անխաղաղ, լարված, քամի փոթորիկի մեջ, բայց թե որտեղ որ արդարությունն է թագավորում, ընդ է հանդարտությունն ու օրհնությունն է, 17-ից նորից կարդամ, եւ արդարության գործը կլինի խաղաղություն, ով արդար է ինքը խաղաղ կյանքով ապրում, եւ արդարության արդյունքը հանգիստ ու ապահովություն հավիտյան, ամենով արդարը հանգիստ, հանդարտ իր գործը տանում առաջ գիտենալով, որ իր բոլոր հոգսերը հոգալու է ամենակարող Տերը,
Եվ իմ ժողովուրդը կբնակվե խաղաղավետ բնակարաններում և ապահով վրաններում և անդոր հանգչարաններում։ Տեսնում եք ինչ խաղաղություն ու հանգիստ լինելու հազարամյակում։ 19 խոսք, բայց կարկուտը իշտելու է անտառի վրա, ուրեմն ես մի դրվագը 19-ի սկզբի մասը խոսում այն երկրների մասին, որոնք հանգարց կփորձեն չգալու երկրպագել տիրոջը հազարամյակում, պատժվելու են, ամեն, Զաքարիա մարգարեության մեջ էլ գրված։ Բայց կարկուտ է իշտելու անտառի վրա եւ խիստ ցածանալու է քաղաք, այն քաղաքը, որոնք չեն ուզի երկրպագեն տիրոջ, բայց ես հույսով եմ, որ դες քաղաք գոյություն չի ունենալու։ Իսկ պրոստո ասում է, ով որ չի ենթարկվի, մալ եկեղեցու մեջ ով չի ենթարկվում, պատիժն ուտում է։ 90% օրհնված են, այդ մեկը հիվանդ ու չի բուժվում։ Այտենց էլ հազարամյակում է լինելու, եթե լինի այտենց ապստան մաս, բայց ես հավատում եմ, որ չի լինելու։ Նա պատժվելու է։ Երանի ձեզ, որ ցանում եք ամեն ջրերի մոտ, որ ազատ արձակում եք եզանը եւ էշի ոտքերը։ Ամեն։ Փառավորվի Քրիստո, ազատ թողում եք, իմ ու քո չկա, գողություն չկա, ես քո եզը տանեմ, դու իմ ոչխարը, ամեն, ազատ մետամպես ապրելու են հազարամյա թագավորության մեջ, ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա մարգարեության 32-րդ գլուխը, ամեն, եւ մեր այսօրվա սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։